օպերատիվ տվյալների իման վրա են, բոլոր դեպքերում դատական վիճակ չկա։ Ոնց է որ բոլոր զորքուսակիցները ասում են տերոր է, ասում են անհավատություն է, բայց դատական որևէ վիճակ չկա ու բացի այդ հեղափոխություն որևէ։ Ինչի համար եղավ, որպեսզի ամերիկյան կապակցը չխախտվի հարգելիս, որևիցե մեկի այդ ասածը չի վերաբերվում վճռին եւ չի հանդիսանում վճիռ։ Այն գնահատականները, որոնք որ տրվում են, դրանք քաղաքական գործիչների գնահատականներն են հիմնված այն ինֆորմացիայի վրա, որը որ տվել է համապատասխան իրավապահ մարմինը։ Հիմա հոկտեմբերի 27-ին ներողություն եմ խնդրում, հոկտեմբերի 27-ին, երբ որ տեղի ունեցավ տերորիստական ակտ, միջև դատավճիռ հրապարակելը, որը տեղի ունեցավ բավականին ուշ։ Արդյոք դա տերորիստական ակտ էր, թե տերորիստական ակտ չէր։ Չէին ասում, որ տերորիստական ակտ էր։ Թե սպասում էին Նայիրի Հունանյանի վճիռը հնչի նոր։ Այդ վաղ չկար այդ խաղաղության կանխավարկածը, թե նոր եք հիշել դրա մասին։ Դա այն ինչ որ երբ որ դու տեսնում ես, որ իրավապահ մարմինները հրապարակում են մի փաստաթուղթ, որտեղ գրված է, կարդարացվեն, ասեն, տեսակ Տեսակ արդեն խախտում եք անմեղության Ինչո՞վ եմ խախտել հարգելի։ Եթե անձին ասում եք, որ Ես դες բանեմ ասել, ես դες բանեմ ասել։ Դե երբ որ ենթադրությունը տեղի կլինի խոսենք, հա դրա մասին։ Ես գնահատական, դա քաղաքական գնահատական է։ Տեսեք, հետաքրքիր բան ասեմ, դուք իմիջիալոս դուք ձեզ ավելի հետաքրքիր կլինի, որովհետև դա ձեզ շահերից է բխում։ Երբ որ օրինակ դուք քաղաքական գործչին ինչ որ վատ բան եք ասում եւ քաղաքական գործիչ կամ սուտ եք ասում կամ վիրավորանք եք ասում, որևիցե մեկը, հա, եւ դատի է տալիս քաղաքական գործիչը, դատարանները հաճախ որոշում են կայացնում ոչ թե իօքուտ քաղաքական գործի, այլ հակառակը իօքուտ այն մարդու, ով մեղադրվում է կամ ընդհակառակը հայց է ներկայացնում, գիտեք ինչի, որովհետև քաղաքական գործի խոսքի մեջ իր շեմը պետքա բարձր լինի, որովհետև ինքը հաճախ քաղաքական գնահատական է տալիս, ինքը հաճախ այլ ձևակերպումներ է տալիս, այսինքն քաղաքական գործի ելույթները եւ դատական վճիռը դրանք տարբեր բաներ են։ Ի վերջո մենք ունենք օրինակներ, որ ԶԼՄ-ն եւ քաղաքական գործիչը օրինակ ինձ դատի է տվել։ Այն բոլոր մարդիկ, ովքեր կգտնեն, որ իմ խոսքի մեջ, Վահագ Ալեքսանյանի խոսքի մեջ կամ որևիցե մեկի խոսքի մեջ իմ գործընկերների բան կա, որը խախտում է, դիմեք դատարան։ Դիմել եք, չէ, իմ դեմ հայցեր կան, չէ։ Բա ինչի մասին է խոսքը, ղեկ Անհանգստանում։ Եկեղեցականներ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու դեմ չեն պայքարում, այլ ոչ մեկը չի պայքարում։ Այո։ Ամբողջ բանն է, որ դրա հրապարակային կրակոցները իրար, մարտերը իրար միջև վերածվում են եկեղեցու դեմի, այսինքն չեն վերածվում։ Ոչ, չեն։ Չի կարա ինստիտուցիոնալ ձևը, ինստիտուցիոնալ ձևը չկա։ Դուք ձեր հարցի մեջ պատասխանը դրել ում հետ հանդիպել նստել, տեսեք, մարդը ասում է, որ նման խնդիր կա, այնտեղից նույնիսկ պատասխան գոյություն չունի։ Պատասխան չկա դրա հետ կապված։ Այդ դրա ձևը չկա։ Եկեղեցին արժեզրկում են այն մարդիկ, ովքեր որ սև շորերը քաշում են գլխներին, աչքերը եւ ականջները փակում են, նաեւ ձեր հարցերին, եւ ասում են դա մեր ներքին գործն է, թե ով է քերակինը, թե ով է աղջիկը, ով ասում են դա մեր ներքին գործն է։ Երեք ժողովուրդ, դա անձնական կյանք չի։ Այն որ մեկը, ով որ պաշտպանում էր կտրիչին, ներողություն, դժում է իրանց պատճառով, այն մեկը, որ պաշտպանում էր կտրիչին, մի նկար էր դրել, հենց իր նկարներից, որտեղ իր դեմքին հարսի քող է դրած։ Այդ այն օրն է, երբ որ ինքը դառնում է կաթողիկոս, դա խորհուրդ ունեցող բան է, դա նշանակում է, որ իր կինը, իր հարսնացուն, իր անձնական կյանքը այլևս եկեղեցին է։ Բա չեք գալիս այս բաներից, չեք հարցում, ու ստացվում է մարդ, ով որ բարձրաձայնում ասում է, սենց խնդիր կա, բայց խնդիրը ինչու չեք լուծում, այդ մարդն է վնասում, հա։ Հիմա որ դուք հարցեր եք բարձրացնում ազգային ժողովի նախագահի դեմ կամ վարչապետի դեմ, դուք պետությանն եք վնասում, հա։ Չէ, դուք լրատվամիջոց եք, բացի լրատվամիջոցից Հայաստանի, այսինքն լռենք, ձև անենք, որ ոչ մի բան չի կատարվում, հա, վերջացավ։ Ձեր թիմում կան մարդիկ, ովքեր ասում են, որ մեր սխալն այն է, որ 2018-ին այս քայլերը չեն կարել, այսինքն դուք ունեցել եք ձեր թիմում կամ ընդհանրապես քաղաքացիական պայմաններ, պատգամավորներ, մարդիկ, դե շատ վերացական եք ասում, ես ասեմ,
Ասում են սխալ է եղել այն, որ մենք այս գործողությունները չենք արել դեռ 2018-ին, երբ որ տեղի ունեցավ հեղափոխությունը։ Այսինքն այդ տեղեկատվությունների ինֆորմացիան դուք ունեցել եք դեռ 2018-ին։ Ինչ ինֆորմացիա։ Ով ասաց ձեզ որ ունեցել ենք մենք։ Երկրորդը ներողություն եմ բայց թույլ տվեք հարցը ավարտեմ նոր։ Նախ ինչ որ վերացական հարց եք տալիս։ Ուխտը խախտելու վերաբերյալ։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իմանալով հանդերձ վեհափարի հետ լուսանկար էր հրապարակում, գրում էր սա պատմական լուսանկար է, վեհափարը եւ ընտրված վարչապետը։ Այդ ժամանակ ձեր համար վեհափարը պատմական անձնավորություն էր, հիմա արդեն դարձավ կուսակրոնության ուխտը խախտած հոգեվորական։ Դուք մտածում եք այդ հարցը, որ դուք տես կառուցում եք ձեր պատասխանը մեջը դնում եք, ես պետք է գլխով տմտում բացնեմ, ասեմ այո կամ ոչ։ Ես նախ ուզում եմ ձեզ հարցնել, ով է այդպես բան ասեմ եք։ Եթե ձեր հարցը վերաբերվում է ընդհանուր առմամբ ինչի այն ժամանակ այո, հիմա այն ժամանակ ոչ, հիմա այո, եթե կրճատենք էլի այդ ձեր ելույթը, որ դուք ունեցաք, ձեր ցանկությունները, ձեր էմոցիաները, ձեր վերաբերմունքը դրեցիք դրա մեջ, բնավ չէ։ Մարդիկ նայում են, չէ՞, իրենց գնահատականը կտան։ Դա միակ դա ես հիմա ելույթ եմ ունենում, դեռ դրա իրավունքը ունեմ, իսկ դուք դրա իրավունքը չունեք։ Դուք դրա իրավունքը չունեք։ Դուք պետք է հարց տաք։ Դուք հարցը տալիս եք հետեւյալ. արդյոք այն ժամանակ էդի նորմալ էր, հիմա նորմալ չի։ Այն ժամանակ, երբ որ հենց եկեղեցու ներսից բազմաթիվ մարդիկ գալիս էին եւ բողոք կար, հենց մենք որևիցե ձևով չենք ուզեցել մասնակցել, որովհետև չենք ուզեցել խառնվենք դրա մեջ եւ նման ինֆորմացիայի մեջ նույնիսկ չենք մտել եւ չենք խորացել։ Եվ չի եղել այդ ինֆորմացիան։ Այո, խոսակցությունները միշտ եղել են։ Այո, միշտ խոսակցություն եղել է, որ Կտրիչ Ներսյանը երեխա ունի, միշտ այդ խոսակցությունը եղել է, բայց երբևիցե դրա մեջ չենք խորացել, չենք մտածել։ Բայց երբ որ, հա? Բայց ինչ է։ Իսկ այդ հարգես ասում չեք, հիմա ինչու, իսկ ինչի մի տար, չգիտեմ, Փայլակ ջան, որ տեսնես Նիկոլ Փաշինյան հարցերը։ Չէ։ Մի րոպե, դու երկու հարց ես տվել։ Ես ագրեսիվ չեմ, ինչ ա եղել Սոնա։ Ասում եմ Ինչ ա եղել, ի՞նչն եմ շատ ագրեսիվ։ ագրեսիվ եք, Նարեկին կոպտեցիք մեր Նարեկին չեմ կոպտել։ Նարեկին մի խառնեք։ Իսկ կա, ես Նարեկի հետ ոչ մի Ձեր խնդիր չունեմ։ դիտությամբ ես իմ